Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նարեկ ջան, քո կարծիքը, երբ որ հետաքրքիր լինի, հարցազրույց կտաս կհայտնես։ Կներեք ձեր միտքը նորից կան մարդիկ, Այո, եթե վարչապետը ասում է ազգային անվտանգության ծառայության շենքում, բնական է, որ նման բան կա եւ դուք նես չի որ ես առաջինն եմ կամ վարչապետը առաջինն է, որ տես բան է ասում։ Իսկ չեք տեսել, որ ասում են Հայաստանի Հանրապետությունը դե իր անվտանգությունը չի կարող ապահովել, դրա համար պետք է ինքը անդամակցի որևիցե միության։ Չեք լսել տենց արտահայտություն։ Սա առաջին լսել եք։ Ես չգիտեմ դրա մաս դուք կոնկրետացում եք ուզում։ Ես ձեզ ասում եմ, ես դրա իրավունքը չունեմ անելու։ Այլ Պարոն Սիմոնյան, օրեր առաջ Բեհարանում տեղի ունեցավ, հա, աշխատակիցների ոստիկանության ներխուժում, այնուամենայնիվ հնարավոր չէր կանխել այդ ամենը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Միքայել Աջապայանը համապատասխան չէր ծանուցվել եւ ծանուցման պարագայում կկարողանար ներկայանալ, հա, բարույթն իրականացնող մարմին, բայց հնչում են տեսակետներ, որ միտումնավոր է դա իրականացվել, որպեսզի ճնշում գործադրվի եւս մեկ անգամ եկեղեցու նկատմամբ։ Նախ որևիցե մեկը չի ներխուժել Վեհարանի տարածք նախամուտքի մոտ են եղել։ Երկրորդը նույն ձեր նշած անձը շատ լավ իմանալով փախել էր, պահկվել էր այդտեղ մտածելով, որ այդտեղ ինքը իրեն կարող է պաշտպանված գալ եւ դա ակնհայտ էր։ Երկրորդը եկեք մի բան հասկանանք, էլի հիմա մեր ընդդիմադիր գործընկերներն են եկել իրանց դոշ են ծեցում, կա դատարանի որոշում եւ գնալ մտնել ինչ որ միտեղ եւ փորձել պատասխանվել եւ դատարանի որոշումը որպեսզի չկատարվի, դա անընդունելի է։ Եվ վերջո իշխանությունը տեսնելով, ոստիկանությունը տեսնելով, որ նման ԱԱԾ-ն, չեմ հիշում կոնկրետ որ մարմիններ իրականացնում, ազգային անվտանգության ծառայությունը տեսնելով, որ իրավիճակը կարող է լարվել, ընդհակառակը դուրս եկա, որպեսզի ցույց դնի, որ նման բան անելու նպատակ չկա եւ իրենց գործառույթն են իրականացնում։ Թե մեկին մոտ ինչ որ կարծիք կա, որ ԱԱԾ-ն ցանկության դեպքում, ասենք չեմ 300 կամ 400 հոգի որ մարտինի չի կարող մտնել այդտեղից մեկին դուրս անել, իհարկե կարող է, բայց դից քանի չգնաց, ի պատիվ մեր ԱԱԾ-ի պետք է ասեմ, որ շատ ճիշտ որոշում կայացրեցի, որովհետև այդ ամեն ինչը արված էր այդ շոուն կազմակերպելու համար։ Ես կնստեմ ավտոն, հետո ինձ չեն թողնի, հետո ես դուրս կգամ մեքենայից, հետո ես ոդկով կգնամ։ Դե լավ եկեք հերիքա ոդկով գնամ, բանով մեքենայով կգամ։ Այդ դերասանություններ ուզում եմ հասկանալ։ Սիմոնյան, բայց եթե փախչելու ներողություն, փախչելու միտում ունենար, քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին ըստ դատախազության, բայց ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 25-ին է միայն որոշում։ Փախչելը մենակ գնալ թաքնվելով չի պարզա չէ որ Հայաստանում դժվար կարողանար ինքը թաքնվել։ Իմաստը շոու սարքելն է։ Իմաստը մարդկանց հրահարելն է։ Տեսեք, հիմա ի՞նչ է կատարվում։ Մենք ասում ենք, այս մարդը եկեղեցական կանոնն է խախտել, ասում են մենք այդ հարցերին ինչ որ բան լալահարար ձայնով ինչ որ բաներ են ասում, ոչ մեկ չի կարողանում հասկանալ թե ինչ են ասում։ Դուք հասկացել եք այսքան ժամանակ լրագրողներով։ Դուք այսքան լավ լրագրողներով գալիս եք քաղաքական գործիչներին, ազգային ժողովի նախագահին, վարչապետին հարց եք տալի, կոնկրետ պատասխան եք վերստում։ Դուք այսքան ժամանակ հասկացել եք իրանք ինչ են ասում։ Իրանց նպատակը շոու անելն է։ Ասում ենք մարդը հանցագործություն է արել, բանը տեսանյութեր են հրապարակվել, բան են հրապարակվել, ինչ ասես ասում են, բացի հստակ պատասխան տալուց։ Իրանց հորերին են հիշում, Աստվածաշնչից են խոսում, չգիտեմ նախկիններից են խոսում, ներկաներից են խոսում, կոնկրետ ոչ մի բան չեն ասում։ Սա արվում է շոու անելու համար։ Այդ շոուները իրանց վնաս է պատճառում, որտեղ շոու անել չգիտեն։ Նաև այն ամենը ինչ։ Ես կներթո, Դուք անմեղությամբ։ մի րոպե։ Նայեք ջան, դուք եք հարցը տալիս։ Ոչ, դուք չեք հարցը տալիս, խնդրում։ Ես եմ հարց տալիս։ Առաջինը, նախ որ ասում եք տեղը։ Ես ասում եմ, դրանք բոլորը օպերատիվ։ Երբ ամենահեշտը կագրած քո հարցերին պատասխանելն է, որովհետև շատ կանխատեսելի են քո հարցերը։ Օպերատիվ տվյալների իման վրա են, բոլոր դեպքերում դատական վիճակ չկա։ Ոնց է որ բոլոր ձեր կուսակիցները ասում են տերոր է, ասում են ահաբեկություն է, բայց դատական որևէ վիճակ չկա ու բացի այդ հեղափոխություն որևէ ինչի համար եղավ որպեսզի ամերիկյան կապակցը չխախտի հարգելիս որևիցե մեկի այդ ասածը չի վերաբերվում վճռին եւ չի հանդիսանում վճիռ այն գնահատականները որոնք որ տրվում են դրանք քաղաքական գործիչների գնահատականներն են հիմնված այն ինֆորմացիայի վրա որը որ տվել է
համապատասխան իրավապահ մարմին է։ Հիմա հոկտեմբերի 27-ին ներողություն եմ խնդրում, հոկտեմբերի 27-ին, երբ որ տեղի ունեցավ տերորիստական ակտ, միջև դատավճիռ հրապարակելը, որը տեղի ունեցավ բավականին ուշ։ Արդյոք դա տերորիստական ակտ էր, թե տերորիստական ակտ չէր։ Չէին ասում, որ տերորիստական ակտ էր։ Թե սպասում էին Նայիրի Հունանյանի վճիռը հնչի նոր։ Այդ վաղ չկար այդ խաղաղության կանխավարկածը, թե նոր եք հիշել դրա մասին։ Դա այն ինչ որ երբ որ դու տեսնում ես, որ իրավապահ մարմինները հրապարակում են մի փաստաթուղթ, որտեղ գրված է, կարդարացվենք, ասենք, տեսակ Տեսակ դե խախտում եք անմեղության կանխարգելը։ Եթե անձին ասում եք, որ ես դες բան եմ ասել, ես դες բան եմ ասել։ Դե երբ որ ենթադրությունը տեղի կլինի, խոսենք, հա դրա մասին։ Ես նման ես գնահատակը, դա քաղաքական գնահատական է։ Տեսեք, հետաքրքիր բան ասեմ, դուք իմիջիալոս դուք ձեզ ավելի հետաքրքիր կլինի, որտեղ դա ձեզ շահերից է բխում։ Երբ որ օրինակ դուք քաղաքական գործչին ինչ որ վատ բան եք ասում եւ քաղաքական գործիչ կամ սուտ եք ասում կամ վիրավորանք եք ասում, որևիցե մեկը, հա, եւ դատի է տալիս քաղաքական գործիչը, դատարանները հաճախ որոշում են կայացնում ոչ թե իօգուտ քաղաքական գործի, այլ հակառակը իօգուտ այն մարդու, ով մեղադրվում է կամ ընդհակառակը հայց է ներկայացնում։ Գիտեք ինչի, որովհետեւ քաղաքական գործի խոսքի մեջ իր շեմը պետքա բարձր լինի, որովհետեւ ինքը հաճախ քաղաքական գնահատական է տալիս, ինքը հաճախ այլ ձևակերպումներ է տալիս, այսինքն քաղաքական գործի ելույթները եւ դատական վճիռը դրանք տարբեր բաներ են։ Ի վերջո մենք ունենք օրինակներ, որ ԶԼՄ-ն եւ քաղաքական գործիչը օրինակ ինձ դատի է տվել։ Այն բոլոր մարդիկ, ովքեր կգտնեն, որ իմ խոսքի մեջ, Վահագ Ալեքսանյանի խոսքի մեջ կամ որևիցե մեկի խոսքի մեջ իմ գործընկերների բան կա, որը խախտում է, դիմեք դատարան։ Դիմել եք, չէ, իմ դեմ հայցեր կան, չէ։ Բա ինչի մասին է խոսքը, կանանք ստանում։ Դուք եկեղեցականներ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկեղեցու դեմ չէ։ Ոչ մեկը չի պայքարում։ Այն մի հատ չի։ Այո։ Ամբողջ բանն է, որ դրա հրապարակային կրակոցները իրար, մարտերը իրար միջև վերածվում են եկեղեցու դեմի, այսինքն չեն վերածվում։ Ոչ, չի կարա ինստիտուցիոնալ, չկա ինստիտուցիոնալ ձևը, ինստիտուցիոնալ ձևը չկա։ Դուք ձեր հարցի մեջ պատասխանը դրել, ում հետ հանդիպել նստել, տեսեք, մարդը ասում է, որ նման խնդիր կա, այնտեղից նույնիսկ պատասխան գոյություն չունի։ Պատասխան չկա դրա հետ կապված։ Դրա ձևը չկա։ Եկեղեցին արժեզրկում են այն մարդիկ, ովքեր որ սև շորերը քաշում են գլխներին, աչքերը եւ ականջները փակում են, նաեւ ձեր հարցերին, եւ ասում են դա մեր ներքին գործն է, թե ով է քերակինը, թե ով է աղջիկը, ով ասում են դա մեր ներքին գործ է, երեք ժողովուրդ, դա անձնական կյանք չի։ Այն որ մեկը, ով որ պաշտպանում էր կտրիչին, ներողություն, դժում է իրանց պատճառով։ Այն մեկը, որ պաշտպանում էր կտրիչին, մի նկար էր դրել, հենց իր նկարներից, որտեղ իր դեմքին հարսի քող է դրած։ Այդ այն օրն է, երբ որ ինքը դառնում է կաթողիկոս, դա խորհուրդ ունեցող բան է, դա նշանակում է, որ իր կինը, իր հարսնացուն, իր անձնական կյանքը այլևս եկեղեցին է։ Բա չեք գալիս այս բաներից, չեք հարցում, ու ստացվում է մարդ, ով որ բարձրաձայնում ասում է, սենց խնդիր կա, բայց խնդիրը ինչու չեք լուծում, այդ մարդն է վնասում, հա։ Հիմա որ դուք հարցեր եք բարձրացնում ազգային ժողովի նախագահի դեմ կամ վարչապետի դեմ, դուք պետությանն եք վնասում, հա, չէ, դուք լրատվամիջոց եք, բացի լրատվամիջոցից Հայաստանի, այսինքն լռենք, ձև անենք, որ ոչ մի բան չի կատարվում, հա, վերջացավ։ Բայց դուք հարց տվել եք, չէ՞ արդեն։ Լավ, ոչինչ, մարդիկ ովքեր ասում են, որ մեր սխալն այն է, որ 2018-ին այս քայլերը չեն կարել, այսինքն դուք ունեցել եք ձեր թիմում կամ ընդհանրապես քաղաքացիական պայմանավորներ, մարդիկ դե շատ վերացական եք ասում, ասեն սխալ է եղել այն, որ մենք այս գործողությունները չեն կարել դեռ 2018-ին, երբ որ տեղի ունեցավ հեղափոխությունը։ Այսինքն այդ տեղեկատվությունների ինֆորմացիան դուք ունեցել եք դեռ 2018-ին։ Ինչ ինֆորմացիա։ Ով ասեց ձեզ որ ունեցել ենք մենք։ Երկրորդը ներողություն եմ խնդրում։ Բայց քիչ տվեք հարցը ավարտեմ նոր։ Նախ ինչ որ վերացական հարց եք տալիս։ Խախտելու վերաբերյալ։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը իմանալով հանդերձ վեհափառի հետ լուսանկար էր հրապարակում, գրում էր սա պատմական լուսանկար է, վեհափառը եւ ընտրված վարչապետը։ Այդ ժամանակ ձեր համար վեհափառը պատմական անձնավորություն է, հիմա արդեն դարձավ խուսակրոնության ուխտը խախտած հոգեվորական։ Դուք մտածում եք այդ հարցը, որ դուք տես կառուցում եք ձեր
պատասխանը մեջը դնում եք, ես պետք է գլխով տմբասնեմ, ասեմ այո կամ ոչ։ Ես նախ ուզում եմ ձեզ հարցնել, ով այդպես բան ասում եք։ Եթե ձեր հարցը վերաբերվում է ընդհանուր առմամբ, ինչի այն ժամանակ այո, հիմա, այն ժամանակ ոչ, հիմա այո, եթե կրճատենք, էլի այդ ձեր ելույթը, որ դուք ունեցաք, ձեր ցանկությունները, ձեր էմոցիաները, ձեր վերաբերմունքը դրեցիք դրա մեջ, բնավ չէ։ Մարդիկ նայում են, չէ՞, իրենց գնահատականը կտան։ Դա միակ, դե ես հիմա ելույթ եմ ունենում, դրա իրավունքը ունեմ, իսկ դուք դրա իրավունքը չունեք։ Դուք դրա իրավունքը չունեք։ Դուք պետք է հարց տաք։ Դուք հարցը տալիս եք հետեւյալ. արդյոք այն ժամանակ էդի նորմալ էր, հիմա նորմալ չի։ Այն ժամանակ, երբ որ հենց եկեղեցու ներսից բազմաթիվ մարդիկ գալիս էին եւ բողոք կար, հենց մենք որևիցե ձևով չենք ուզեցել մասնակցել, որովհետև չենք ուզեցել խառնվենք դրա մեջ եւ նման ինֆորմացիայի մեջ նույնիսկ չենք մտել եւ չենք խորացել։ Եվ չի եղել այդ ինֆորմացիան։ Այո, խոսակցությունները միշտ եղել են։ Այո, միշտ խոսակցություն եղել է, որ Կտրիչ Ներսյանը երեխա ունի, միշտ այդ խոսակցությունը եղել է, բայց երբևիցե դրա մեջ չենք խորացել, չենք մտածել։ Բայց երբ որ, հա? Ինչու՞, բայց ինչ-ինչ է։ Իսկ Հարգի ասում չեք, հիմա ինչու, իսկ ինչի մի տալ, չգիտեմ, Պայլակ ջան, որ տեսնես Նիկոլ Փաշինյան հարցրու։ Չէ։ Մի րոպե, դու երկու հարց ես ագրեսիվ չեմ, Իսկ գլխավոր դատախազությունը։ Ինչ ա եղել, Սոնա։ Ասում եմ ինչ եղել։ Ինչ ա եղել, ի՞նչն եմ Շատ ագրեսիվ։ ագրեսիվ եք, Նարեկին կոպտեցիք, մեր Նարեկին չեմ կոպտել, Նարեկին մի խառնեք։ Իսկական ես Նարեկի հետ ոչ մի Դեր հաշտությամբ ես իմ հարցը ուղեմ։ Իսկ գլխավոր դատախազության գործելավոճը դուք շոու չեք համարում։ Ինչ ա դա, որը, հա։ 2 տարի առաջ, 1 տարի առաջ Միքայել Սրբազանը հայտարարում է նույնը, ինչը որ հայտարարել է հիմա։ Եվ գլխավոր դատախազը ասում է արարքը հանցանք չէ։ Արարքը հանցանք չէ, մինչդեռ արդեն հանցանքի կրկնությունը նոր լույսի ներքո համարում է հանցանք։ Այ 3 որ չէ ստացել տեսեք, այ 3 որ օրինակ լսեիք քննչական կոմիտեի ղեկավարին, ինքը ձեր արդին պատասխանել է, ուզում եք նույն բանը ես կրկնեմ։ Ես ուզում եմ որ դուք ասեք քննչական կոմիտեի նախագահինը ես հիմնավորում չեմ համարում։ Դե նույն բանն էլ ես եմ ասում, գնացեք լսեք, երկրորդում եմ իր ասած։ Ասեք մենք Այն ժամանակը նախ մարդը վերահաստատել է, որ ինքը դա նկատի ունի։ Այսինքն եթե քննչական կոմիտեի մոտ կամ դատախազության մոտ ինչ որ կասկած ա եղել, որ մարդես միգուցե դե հիմա բանա, մարդը եկեղեցական է, կարող է ալեգորիաներով խոսի, կարող է դա նկատի չունենա։ Երբ որ երկրորդ անգամ ինքը կրկնում է եւ մասնավորեցնում, ասում է, չէ, իմիջիալոց ես սա նկատի ունեմ, դատախազությունը եւ քննչական կոմիտեն եւ իրավապահները իրավունք չունեն դրան չարձագանքեն։ Երկրորդը, որ ասում եք այն ժամանակ ասել է, այսինքն այն ժամանակվա իրավիճակը եւ այսօրվա իրավիճակը, այն ինֆորմացիան, որը դուք ունեք, մենք ունենք, այն ժամանակ ու հիմա դա նույնն է, իհարկե ոչ, այսինքն նոր իհայտ եկած ինֆորմացիա կա, նոր իհայտ եկած, հետո ձեզ մի բան ասեմ, դուք վստահ եղեք, որ իմ նաև փորձից ելնելով, իմ մասնագիտական նաև բանից ելնելով, ես ես վստահեցնում եմ մեկ հայտարարության վրա շատ դժվար է լինելու հետագայում դատարանում կամ որևիցե ձևով շարունակել։ Ես վստահ եմ, որ եթե ինչ ես ինձ ընդհատում շողիկ։ Չէ, ես չէի պատասխանել այդ հարցին։ Չէի պատասխանել, ինչ ես ինձ ընդհատում։ Իշխանության զարթոնք։ Այլևս չընդհատես ինձ։ Ես շողիկի հարցը կշարունակեմ։ Չէ, դու մի ընդհատես, նես չի որ շողիկի նկատմամբ վատ վերաբերմունք ունեմ։ Տեսեք, բայց կարամ վերջացնել։ Բայց չեք լսում, Չէ, պարզապես չէ բազրություններ։ Հասկանում եմ, բայց միտքս կտրվում է։ Դուք հարց եք տալիս, ես միտքս շարադրում եմ, հասնում եմ հաջորդ բառը բան պետք է ասեմ, եկել ընդեղից ինչ-որ հարց ես տալի։ Միտքս կտրվում։ մի հայտարարության հիման վրա։ Դժվար է մի հայտարարության վրա, եթե եթե ես ես ասում, եթե այլ հիմքեր չլինեն եւ այլ բաներ չլինեն, շատ դժվար է լինելու դատարանում նման մեղադրանքը պաշտպանելը։ Իսկ հարգելիս, բայց ով արդեն որոշել եք, դուք արդեն որոշել եք, որ Սամվել Կարապետյանը կամ Աճապարյանը արդեն դատապարտվել են, 10 տարիով բանտ են գնացել։ Դատարանի ուժի մեջ վտիր կա, մտած ինձ ասում եք, «Հետի ո՞նց ես տենց ասում»։ Ժողովուրդ, բանեք, ախր դուք բոլորդ կարծացած մարդիկ եք, տեղեկացված մարդիկ եք։ Մի իրադարձությունները եւ բաները մանիպուլյացիայի ենթարկեք։ Ասում եմ, հիմա ինչ կարգավիճակ ունի Սամվել Կարապետյանը, կասեք։ Ինչ կարգավիճակ։ Ահա, դա նշանակում է, այո։ Վերադարձանք բանին, անմեղության կանխավարկածը, անմեղության կասկածելը, նախ վերադարձանք անմեղության կանխավարկածից։ Հարգելիս, բազմաթիվ մարդկանց, նաև իմ բարեկամներին, իմ ընկերներին, իմ կուսակիցներին նման ձևով մեղադրանք հապացել ու բազմաթիվ գործեր կան, որոնք մարդիկ արդարացվել են, եթե չի լինի որևիցե հանցակազմ։ Ես վստահեցնում եմ
որևիցե մեկը բանտ ուղակի չի գնում Հայաստանի Հանրապետություն, չի գնում։ Ձեր բարեկամի դեպքում չի արդարացվել։ Ինչա՞, կարծրացվի, ես վստահ եմ, որ այդ գործը քանդվել է։ Ես վստահ եմ, որ քանդվել է, արդեն քանդվել է։ Բայց առաջինը իշխանությունն է խախտում։ Չկա դատական որոշում, անմեղության կանխավարկած չեք հաշվի առնում եւ միանգամից Ոնց չենք։ Տեսեք, միանգամից որակում եք, որ ահաբեկչությունը տեղ ունեցել, նրանք ահաբեկիչ չեք դուք դատապարտում։ Լսեք, չկա տենց բան, ախր սխալ եք ասում։ Հիմա լավ, մի հատ ձեզ հարց տամ, չէ, ես նոր խոսում եի դրա մասին, որ դրանք քաղաքական գնահատականներ են եւ քաղաքական արձագանք է։ Հիմա երբ որ նման ինֆորմացիա է դուրս գալիս, երկու հոգի պատի տակ գյուլ ենք։ Այս անասուն, հա? Լսեք, երկու հոգի պատի տակ գյուլելը, ինչից ուզում ես կդրի, այդ երկու հոգի պատի տակ գյուլելը։ Ոնց ուզում ես կդրի։ Լսեք, դրա համար մենք հետևություն ենք անում եւ եզրակացություն ենք անում այն ինֆորմացիայի հիման վրա, որը որ մենք ունենք հարգելիս։ Այն ինֆորմացիան, որը ես չունեմ եւ դրա մասին չեմ խոսում, բայց ասել երկու հոգու պետքա տանել պատի տակ գյուլել, բարեկամներին էլ փոխհատուցում տալ, իրանք էլ ուրախ կլինեն, այս նախադասությունը յուրաքանչյուր նորմալ մարդ որ լսում է, սոս մնալ չընդհատես ինձ։ Ով լսում է, իր գնահատականն է, երբ որ ասում է ավտոբուսները պետքա վառենք, երբ որ ասում է ցանցերը, հոսանքի լարերը պետքա վրեն սալուտ տրակացնենք, երբ որ այդ բաները դու համադրում ես, դու գալիս ես ինչ որ եզրակացության, բայց մարդուն բանտ տանելու համար, որպեսզի ինքը ոչ թե ուղակի ինչ որ կարգավիճակ ունենա, այլ մեղավոր ճանաչելու համար արդեն գալիս է դատարանի վճիռի փուլը։ Այստեղ դատարանի վճիռ կարող է կայացնել միայն դատարանը։ Իսկ մինչ այդ դուք էլ գալիս եք ինձ ասում եք, բա որ դուք էսի վերցնում եք, սենց եք անում կամ չգիտեմ, հարցում եք, սա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Ստացվեց, որ դուք ինձ դատապարտեցիք այլևս կոռուպցիա կամ որևիցե մեկի, այդ ո՞նց է տենց ստացվում, դուք իմ կամ որևիցե մեկի անմեղության կանխավարկածը ձեր նշած ձևով կարողանում եք խախտել ձեր տրամաբանության մեջ, ես չեմ կարող ասել, որ ենթադրենք, երբ որ երկու հոգու պատի տակ ուզում են գյուլ են, դա տերորիստական ակտ է։ Լավ, դուք այդ որ գալիս եք կոռուպցիայից խոսում եք, տեսնում եք, ինչ որ մեկի այդ կոռուպցիա։ Փաստերը ներկայացնում եք, հիմա Լավ, դրա համար 15-ը դատ ունեմ ձեր դեմ։ Սիմոնյան, պետք է խոսքը ավելի հիմնավորված լինի։ Ներողություն եմ խնդրում, ես դրան արդեն պատասխանել եմ։ Ես դրան պատասխանել եմ։ Հարգելիս, պատասխանել եմ։ Դեռևս երբ մի Բայց պատասխանել եմ։ Ես ուրիշ բան եմ հարցնում, դուք չեք։ Դե ասա ուրիշ բան ես հարցնում, ես չես կրվում։ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը երբ գտնվում էր Էջմիածնում, ձեր թիմակիցներն արդեն գրում էին, որ կալանավորվելու է, բա ինչ անելու 2 ամսով, կոնկրետ Վահագն Ալեքսանյանը։ Հետո Նիկոլ Փաշինյանն էր ժամկետով գրում, թե ինչքան է կալանավորվելու, իհարկե իր խոսքերը չմեջբերեն, բայց հետո էլ ասում էր, թե խի են նեղսրտում, որ այդքան կալանավորվելու է։ Ճակերտավոր կնոջ կարիք կունենա 2 ամսում, դրա համար նեղսրտած են։ Այս արդեն դատական իշխանության վրա որոշակի ճնշում չի, երբ որ անգամ կալանքի ժամկետն են հրապարակում։ Ես համարում եմ, որ դա քաղաքական խոսքի ժանր է եւ քաղաքական գործիչները բոլոր քաղաքական գործիչները սկսած ընդդիմադիր քաղաքական գործիչներից վերջացած ընդդիմադիր քաղաքական գործիչ լրագրողներից նման հայտարարություններ անում են դա իրենց հարցերի մեջ, անում են դա ամբիոնի ելույթ ունենալուց, անում են դա այստեղ։ Եթե որևիցե մեկը ինչ որ խնդիր ունի այդ բանի հետ, հարգելիներս, դիմեք դատարան։ Ինչ է, մեջներից այդ ամենաօրինապաշտը ես եմ, ինչի ես 28 թե 32 հատ հայց ունեմ, դուք չեք անում։ Թե ձեզ դեռ է տալիս դրա մեջ շմուտներ։ Ինչի՞ չեք, չէ, ես եմ ձեր դեմ տվել, ոչ թե ես եմ նախաձեռնել։ Շատ անհանդուրժող եմ, այո։ Նարեկ ջան, լսում եմ ձեզ։ Քննարկվում է հեծի հարցը, ինչ է։ Հեծի հարց չի քննարկվում։ Օրենքի նախագիծ, որով հեծը գայնացվել է։ Այդպես չի ձևակերպումը, բայց հասկանում եմ ինչի մասին եք խոսում։ Հիմա սխալ ես ասում։ Կառավարման ապրեժուզան։ Անում ես։ Մեկը գիտի, մեկը չի գիտի։ Խնդրեմ Նարեկ ջան։ հիմա այսինքն երբ օրենքը արդեն ընդունվեց, հա, պետք է արդեն Չեն քվերկելու։ Երբ որ ընդունվի, հա, կներեք։ դուք էլ ինձ մին Հա, ներողություն։ Մեղավոր։ Ձեզնից ինչ պիտի սովորեմ։ Պարոն Սիմոնյան, եթե արդեն օրենքը սկսի գործել, հա, նախ դա անհապաղ է ուժի մեջ մտնելու, թե ոչ, կխնդրեմ դա հստակեցնել եւ հենց ուժի մեջ մտավ արդեն պետք է ներկայացուցիչ ունենա պետությունը, թե ոչ։ Թե պետք է սպասի, ինչպես պարոն Վարդանյանը նշեց, խնդիրների դեպքում արդեն կառավարմանը միջամտեն, թե կսպասեք ինչ որ խնդիր լինի, նոր միջամտեն։ Օրենքը ուժի մեջ կմտնի քվեարկությունից անմիջապես հետո, ինչ վերաբերում է երկրորդ հարցին, անկեղծ ասած չգիտեմ։ Ով գործ կլինի, այսինքն
կառավարիչ միանգամից կնշանակվի թե ինչ որ ոնց որ բան Վարդանյանը ասաց այդ տրամաբանության մեջ չգիտեմ։ Իսկ դուք ինչ եք կարծում քննարկան չեմ լսում։ Դուք ինչ եք կարծում կան հրաժեշտություն որ օրենք ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո արդեն պետական կառավարիչ այսպես նշանակվի թե Ես կարծում եմ որ անհրաժեշտություն կա եւ ես տեղեկություններ ունեմ չգիտեմ որքանով են հավաստի բայց ես տեղեկություն ունեմ որ ներսում մարդկանց ստիպում են մասնակցել տարբեր միջոցառումների եւ ամսի 4-ին ասել են որ ամսի 4-ին երթա լինելու եւ ելի պարտադրել են հեծի աշխատակիցներին որպեսզի իրանք մասնակցեն չգիտեմ անկեղծ ասած չգիտեմ հա տենց ինֆորմացիա ունեմ ու պետք է ասեմ որ ուզում եմ կրկնել առիթը օգտագործելով ուզում եմ կրկնել վարչապետի ասած ազգային ժողովում հարգելիներս այդ բոլոր մարդիկ ովքեր նման բան են ասում եւ նման բան են առաջարկում դրանք առնվազն գործից ազատվելու են օրենքը ընդունվելուց հետո նոր կառավարիչ նշանակվելու Բարական դրանք պատասխանատվության են ենթարկվել։ Նախապես նշեցնում եք կառավարիչ։ Մի հարց ես կարող եմ տալ կրկին վերադառնալ։ Հաշվի առնելով մեր հին ծանոթությունը խնդրեմ։ Պարոն Սիմոնյան, երեք վարչապետը Սաղը կտա գեփ ա եղել որ ես հարցի չպատասխանեմ գնամ։ Երեք վարչապետը նաև ասաց այդ խնդրի հետ կապված, որ որպեսզի այդպիսի իրավիճակ չլինի, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացողները Հայաստանում այդպիսի պրոցեսներ գեներացնեն, հնարավոր է նաև օրենսդրական ինչ-որ փոփոխություններով այդ հարցը լուծվի։ Այդ միտքը առաջին անգամ հնչեցրեց, թե արդեն կա այդպիսի ինչ-որ քննարկումներ, կոնկրետ քննարկում այսպես։ Չկա այդպիսի քննարկում, դեռ ինքը առաջին անգամ է թվում։ Վերադառնալով բացահայտման կգամ ստեղ դեռ չեմ։ Պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում, խմբակ, որը նախապատրաստում էր ահաբեկչություն ըստ քննչական մարմնի, հարգելով բոլորի անմեղության կանխավարկածը, զանգվածային անկարգություններ եւ իշխանության յուրացումը, ըստ ձեզ ունեցել է արդյոք քաղաքական հովանավորներ, արդյոք այդ հովանավորների շարքերում նախկին երկու նախագահներն են, գուցե նաև արտերկրյա հովանավորներ կան։ Ես ոչ մի բան չեմ բացառում։ Ես ոչ մի քաղաքական մեկ կենտրոնը վերադրվել է բացառում թե ոչ։ Մենք քաղաքական այսպես ասած բաժանումների խաչմերուկում ենք Հայաստանի Հանրապետությունը մշտապես գտնվել է։ Ղարաբաղյան ամբողջ process-ը նման շահերի համար օգտագործվել է։ Մենք հիմա կանգնած ենք բանի մոտ, հա, հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի նվիրված հուշարձանի մոտ, գալիս ենք հոկտեմբերի 27-ին, դուք էլ բոլորդ լրագրողներդ գալիս եք հոկտեմբերի 27-ին, Ստեփան Դեմիրճյանից եք հարցազրույց վերցնում, Տիկին Բախշյանից եք հարցազրույց վերցնում եւ այլ։ Այդ ամեն ինչը բնական է ունեցել է նույն խոսակցության շուրջ է եղել։ Այս խոսակցությունը, որը որ հանրության մեջ կա այսօր, այդ խոսակցությունը եղել է այդ terroristական ակտը անելուց առաջ, երբ որ Վազգենը Մեղրիում ասել է, որ Մեղրին Երևանում է պայթելու, երբ որ այդ ներքին խնդիրներն են եղել, եւ էլի մարդիկ են եղել, որոնք ասել են դե Նայիրի Հունանյանի վճիռը չկա, խեք ասում ինքը terrorist է եւ այլ։ Նույն բաների մասին է խոսքը, եւ ես ոչ մի բան չեմ բացառում։ Ոչ մի բան չեմ բացառում, անկեղծ, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի։ Ես իմ անձնական կարծիքն ունեմ նաև հոկտեմբերի 27-ի հետ կապված, որ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ իմացել են պատրաստվող բանի մասին։ Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը լինելով սուպեր նախարար, ես բացառում եմ, որ դեռ ոնց է ստացվում, որ այդ օրը ինքը ստեղ չի եղել։ Ես բացառում եմ այդ բան։ Ես որովհետեւ ապացույց ցավոք սրտի չունեմ, ես այն ժամանակ 19 տարեկան 20 տարեկան տղա եմ եղել, բայց այն ժամանակ եթե հնարավորություն լիներ այն տեխնիկական հնարավորություններ լիներ, որոնք որ այսօր կան, իրանք վստահ եմ 100% վստահ եմ կիմանային, բայց էլի եմ ասում, շատ հնարավոր է որ էլի իմացել են։ Ուղղակի իրավիճակը ձեռ է տվել։ Չեք հիշում հոկտեմբերի 27-ից առաջ ինչ խոսակցություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանը անգլիական թաքու կարգավիճակ ուներ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ձեռքում։ Ախր Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի բացի ազդեցիկ քաղաքական գործիչ ելնելու, բացի կշիռ քաղաքական ունենալուց, իրանք մի հատ ուրիշ սուպեր բան ունեին, իրանք ժողովրդի աջակցություն ունեին։ Այդ իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կամ որևիցե մեկը ոչ մի բան չէին կարող անել։ Ու այո, ես կարծում եմ, որ նման բանի շուրջ խոսակցությունները այսօր էլ են եղել, այսօր էլ են փորձել եւ Բագրատ Գալստանյանն թե Վազգեն ինչանա, չգիտեմ, մի խոսքով ասում, անժը Գրիշը, Ժորը, կարևոր չի ինքը ինչա, ասենք դա այդ կերպարը
իր հարցազրույցների մեջ Ջեբեջան Ռիփսիմեին եւ մնացածին ինքը իր հարցազրույցների մեջ նույնիսկ ակնարկում ասում է դե կանենք անում ենք էլի իրար բայց պարզ էր չէ որ քաղաքական ժողովուրդ մենք ինչի վրա ենք զարմանում մենք ասում ենք ինքը քաղաքական դիակ է բոլորս ասում ենք ես էլ ասում եմ իրան թողնելու ենք փողոցում ինքը կոշիկի պես մաշվի պարզ էր չէ որ քաղաքական process ինքը չի կարողանում գեներացնել եւ պարզ էր որ ասենք այն իր վստահությունը որ գնում էր ընդդիմադիր լրագրողների մոտ ասում էր հեսա ենք անելու են անելու հետո դրան ավելանում մենք մեր ձևերով կանենք եթե քաղաքական գործիչները քաղաքական գործիչ կանենք ասելա կմասնակցենք հա դե հիմա կտենանք էլի հիմա օրագրի մեջ օրինակ աճապարանի մեջ օրագրի մեջ գրած է ինքը Սամվել Կարապետյանի հետ երբ հանդիպել է որ թիվն է Հերթո կարող է չեմ բացառում ամեն ինչ կարող է ես իմ կարծիքն եմ ասում ես ասում եմ իմ քաղաքական գնահատականը նորից եմ ասում կարող է պարզվի որ սուրբ են իրանք բան չունեմ ասել կսրբանան հարց չի բայց ես իմ կարծիքն եմ ասում Իլերում են հարցի, այսինքն չեք բացառում, Ես ոչ մի բան չեմ։ Լսեք, ես ուզում եմ ձեզ հիշեցնել Վազգեն Մանուկյանին, որ ասում էր դե ռոմանտիկների բան, մի խումբ ռոմանտիկներ։ Լսեք, բանը դաշնակցական են, ոնց է դրա անունը չեմ կարող։ Հրանտ Մարգարյանը, ասենք ես չեմ ինձ զսպում եմ, որպեսզի վատ բառեր չասեմ, հա։ Հրանտ Մարգարյանը, որ չխոսասուն է, այդ կլսես։ Հրանտ Մարգարյանին, որպեսզի վատ բառեր չասեմ, այդ ինչ էր ասում։ Ասում է հոկտեմբերի 27-ը դա պորտկում էր եւ տենց պորտկումներ կարան լինեն, ու ասում է մի հատ էլ օրինակ բերում են խեղճ ճակերտավոր վատ իմաստով չեմ ասում, էլի լրագրողը, որը որ չի հասկանում Դավիթ հետ չեմ սխալվում, չհասկանալով ինչն է, ասում է մարտի 1-եր, չէ, ասում է նոյեմբերի 9-ն էր, որ մտել էին Արարատ Միրզոյանին էին սպան եւ այլն։ Այդ մարդիկ դրա մասին գրեթե բաց խոսում են, գրեթե բաց խոսում են։ Հիմա եկել են, բայց ինչ գիտեք, որ այդ երկու հոգի գյուլելը բանա, մոնտաժված չի։ Երկու հոգի գյուլել Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկ իրավունք չունի, ոչ մեկ։ Իշխանությունը խիստ անհանգստացած ու վախեցած է հիմա բան։ Ումից։ Իհարկե անհանգստացած եւ վախեցած է, որտեղ Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին է խոսքը։ Այտենց իրավիճակներում ստեղծելով այն նկարագրած, լսեք, այն նկարագրած, Ռուզան ջան, իհարկե, այն նկարագրած իրավիճակները, որոնք որ նկարագրված էր, եթե իրականություն լիներ, դա նշանակում է քաոս, իրանք հենց այդ բառներն օգտագործում են։ Իսկ պետական մակարդակ, որ պետությունը գոյություն չունի, ասեք դուք ինչ գիտեք, որ ենթադրենք, չգիտեմ, ինչ որ ուժ չի գա եւ չի ասի եւ վերջ, այսօր շվանից մենք ենք իշխանությունը, ստեղ կառավարությունը մենք ենք, դուք պետականություն այլևս չունեք։ Դուք վստահ եք, որ ենթադրենք ինչ որ տեղից ինչ որ զորք չի մտնի, զբաղեցնի պետական այդ իրավիճակի շարունակական բոլորին շարունակական դեպքում, երբ որ բոլոր քաղաքներում պայթուններ են, երբ որ ոստիկանությունը չի կարողանում դուրս գա իր տեղերի ֆունկցիան իրականացնի, փողոցները փակեն, շապօգնություն չի աշխատում, բանակը բնականա կատվածը հարա, ժողովուրդ այդ նշանակում է, որ յուրաքանչյուր թշնամի, յուրաքանչյուր հակառակորդ կարա մտնի գրավի յուրաքանչյուր տարածք եւ յուրաքանչյուր խումբ կարա գրավի մի քանի լսի գերագնահատում են որտեվ իրանք այնքան չկան ու չեն կարող լինել փառք Աստծո որ նման բան անեն բայց այն բանը որ իրանք փորձելու են Նարի Օնանյանը չկարողացավ միջև վերջանի բայց դրա պատճառով մարդկանց մտածող գնդակը հարեցին հետո ինչ եկեք չգերագնահատենք ասում եմ Հրանտ Մարգարյանը այն մնացած բոլոր մարդիկ ովքեր որ Սամվել Կարապետյանն են մնացած բոլոր մարդիկ ովքեր որ նման բանի մասին էին խոսում Աստված մի հարացե որ տենց մի բան լիներ գալու էին աչքի ճպճպացնեին ասեն մենք դա նկատի չունենք լուրջ եք ասում հա լավ Ալենը չի Նիկոլ Փաշինյանը չի մյուսը հարցը չի ես մի անգամ Արծվիկ Մինասյանին ասել եմ մի անգամ Արծվիկ Մինասյանին ասում եմ պարոն Մինասյան շուտ վա խոսակցություն եմ ասում ինչ որ խոսք գնաց հիմա բառացի չեմ հիշում ասեցի սենց բան խոսում են սենց բան ասեց Պարոն Սիմոնյան, ես ինչ ես ասում, ասես դա նշանակում է, ասում հարցը դուք չեք, դա նշանակում է պետության դեմ քայլ անելու եւ պետականության անվտանգության, ասենք Արծվիկ Մինասյանը օրինակ այդ բանը հասկանում է, ինձ դա ասել է առնվազն։ Բայց դուք չեք հասկանում, որ դա Ալենի, Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, Արարատ Միրզոյանի, Պապիկյանի դեմ չի, դա մեր երկրի դեմ արած քայլ էր։ Պարոն Սիմոնյան, օգտվելով առաքելությունից։ Չէ, շատ ես օգտվում, այլ հարցեր կան։ Մի սենց հերթով։ Գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառում է անում ու հստակ ասում է, որ վեհապարը պետք է հեռանա։ Ինչո՞ց է։
ամեն օր ասում եմ, հիմա իշխանությունը ինչ պլան ունի կոնկրետ, եկեղեցի իշխանություն հարաբերությունները կարգավորվելու են, մինչև վերջ գնալու եք հասնեք մինչև կալանավորման, որովհետև տեղեկությունները պետք է կալանավորել շարունակել է։ Ես խնդրում եմ։ Ինչ եք պատրաստ։ Ես խնդրում եմ, հորդորում եմ, եկեք մի ճարաջ գնանք, էլի արավ ինձ վարվում է։ Ես խնդրում եմ, հորդորում եմ Կտրիչ Ներսիսյանին հնարավորինս արագ լքի իր այդ կարգավիճակը, որը հիմա բռնացել է, խնդրում եմ, առաջարկում եմ անել։ Ինչքան երկար տևեց այս պատմությունը, այնքան այս պատմությունը իրան, մեր երկրին, մեզ, բոլորիս ձեռնտու չի լինելու։ Վերջը լինելու է նույնը, ինքը լքելու է այդ տեղը։ Խոսքը ժամանակի մասին է եւ խնդրում եմ, նորից եմ ասում, խնդրում եմ, թող շատ բան չանի։ Խնդրում եմ թող լքի։ Ջան, ես ԱԾ-ից ինչ կապ ունեմ, դուք հանգարում եք։ Ասում նույնը ինչ, այսինքն վերջին հետևերվալը մենք տեսանք ԱԱՑ-ով գնացին։ Հարկերից, բայց այդ ԱԱՑ-ով չգնացին, չէ՞ որ էլի այն անեկդոտը հիշեմ, որ դու ոչ մի բան չէիր արել, տենց քեզ ասացին, ուղղակի ոտքով գալիս էր քնչել։ Լավ, ես տեսա ոտքով ոնց էր գալի, ոտքով գալացող մարդը Գյումրիից չի գնում երկու օր թաքնվում վեհարանում, հետո մեկ ամիս առաջ Ստեղա, այդ հերասեր կար։ Հերո։ Պարոն Սիմոնյան, ինձ հետաքրքիր է դուք գլխավոր դատախազից գրություն ստացել եք Դեռ ոչ։ Դեռ ոչ, այսինքն բայց ես ասել են գալու են նման։ Իսկ կալանավորումն էլ լինել։ Չեմ կարող ասել, կստանամ նոր։ Բայց քրեական հետապնդման մասով գիտեք, որ ես դեռ բանը սպասում եմ, որ իսկ դա լինելու է հուլիսի 4-ին եւս մեկ ստացվում է տեղեկությունները։ Մինասյանի մասով կբացատրեք, պարոն Սիմոնյան, վերջը ինչ փուլում է, որ չի։ Լավ, շատ լավ փուլում է։ Շատ բարի փուլում է։ Դա կքննարկվի, չէ՞, դատախազությունը պետք է պատրաստ լինի։ Պետքա պատրաստ լինի, մենք օրենք ենք փոխել, գիտեք, մենք հնարավորություն ունենք հատուկ դրա համար արտահերթանենք, դրա կարիք կլինի։ Պարոն Սիմոնյան, եւ նորից ձեր ասացի Ալեքսանդր ջան կգամ, հեսա նայեք վերջացնենք։ Պարոն Սիմոնյան, դուք որ նշում եք պետք է կաթողիկոսը հեռանա եւ եթե չէ խնդրում եմ, ասացի խնդրում եմ։ Ինչ, հետո ինչ չի կատարում ձեր հայրենիքը։ Չի կարող։ Դե բա ժողովուրդ չի կարող, որովհետեւ ես որպես հավատացյալ մարդ, որը որ մկրտված է հայ առաքելական եկեղեցում, որի համար հայ առաքելական եկեղեցին սրբությունը, ես չեմ ուզում, չեմ կարող հանդուրժել նման բանը եւ չեմ ուզում, չեմ մտածել, ցավում եմ, պայքարելու եմ, համոզելու եմ, այն ինչ որ անում է վարչապետը, օրինակ, վարչապետը ինչ անում, ամեն օր բացատրում է, ամեն օր ցույց է տալիս ճանապարհը, ամեն օր, թե կապրեն կտենանք։ Ինչ ես որ ասում։ Մեթոդները կփոխվեն, բացի Արտուր Սարգսյանից փոխվավ չէ մի օր։ Սերժ ինչքան վաղ դուրս էին գալի միտինգ էին անում։ Ռոբերտ Քոչարյանը ինչքան վաղ դեռ չէր տա։ Այսինքն կաթողիկոսը դեռ 10 տարի ունի։ Չեմ կարծում։ Բացի Արտուր Սարգսյանից չգիտեմ Ալեքս ջան։ Եվ այն նշած մարդկանց հետ կապված գիտեմ որ պետք է գա ասեմ բացի շողիկի ասած մարդկանցից որևիցե այլ մեկի մասին ինֆորմացիա չկա այս ենթադրյալ հեղաշրջման փորձից մասին հայտարարելուց հետո արդյոք Բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անվտանգությունն ուժեղացրել են չէ ցավոք սրտի ո՞նց կարելի է դե որովհետև վտանգավոր է չէ որ ասում եք չէ դե չէ ավելի չգիտեմ քիչ են կարող չգիտեմ բայց դուք կարծում եք որ անհրաժեշտություն կա ես ընդհանուր առմամբ նեղսրտում եմ իմ շուրջը պատտվող մարդկանցից որովհետև անձնական տարածք չունեմ առնվազն բայց չի արվել Այացի մասին իդեպ հայտարարել բայց դուք ձեզ վտանգ զգում եք 4-ին ժամը տենում եք որ ինֆորմացիաներս ճիշտ է Չէ դա մի ժամ առաջ է ժամանակվել Դե ես հիմա ես ուրիշ տեղից եմ բայց դուք վտանգ զգում եք ձեր անձի հետ կապված Ինչի՞ պետք է զգամ ասենք քեզ դու ինչ չեն սպառնում Իսկ այդ վտանգի հետ կապված ինչ քայլեր եք որ քեզ ամեն շաբաթ ինչ որ մեկը անծանոթ բանից էջից կամ թեկուզ բաց էջով սպառնա ֆիզիկական հետո պլանը լինի որտեղ որ գրավում են հիմնական շենքերը երկիրը քաոսի է վերածվում մարդիկ են գյուլվում եւ այլը դու չէիր անհանգստանա իհարկե կանհանգստանա մարդիկ իշխանականներին հարցեր տալու համար ինձ էս վերջին մի քանի տարում 10 օրը մեկ գրում են քեզ որտեղ տնան գլուխը ջարդել չէ որովհետեւ հələ իզետը նման դեպքեր Այսում միկրոֆոններ, այսում միկրոֆոններ։ Ու մի աստած բլութութն
Պարոն Սիմոնյան, քանի որ ասացիք երեխեք կավարտենք Կարեն Դեմիրճյանին է սպանել, ինքին գործ, ես ազգային ժողովի նախագահ եմ, ինքն էլ ազգային ժողովի նախագահ, Արադ Միրզոյանին էլ ծեծել եմ այնքան, մինչև մտածել եմ, որ մահացած է, չգիտեիր։ Բա ինչ ես ասում։ Հետևում եմ, բայց մինչև օրս հենց իրավապահ համակարգը լավ չես հետևում, արդեն մի քանի օքի ձերբակալվել է։ Ձերբակալված սպանության փորձով ընդամենը երկուսն են։ Տեսանյութերում հազարավոր մարդիկ են եղել։ Ես համաձայն եմ, որ դա խնդիր է։ Ես համաձայն եմ, որ ես քո հետ համաձայն եմ, թող ջանասիրություն ցուսաբերեմ։ Համաձայն, բայց այդտեղ վիճակ է։ Բա ինչ կա։ Այլ հարցեր։ պետք է հեռանկարիչներ մեկը հայտարարեց, որ տեղի ունեցողը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին է հարվածում։ Նախ ընդհանուր առմամբ ինչ կապ ունի տեղի ունեցողը հայ-ռուսական հարաբերությունների հետ եւ ինչպես է ձերբակալությունները հարվածում։ Դե երևի իրանց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն են նայել եւ տես տպավորություն է մոտս բաներ եղել, որ սա իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերությունները եւ իրոք իրանց այդ դեգեներատ հաղորդավարների ելույթները իրոք վրդասում են հայ-ռուսական հարաբերությունը։ Մենք ունեցել ենք շատ լավ այց իմ գործընկեր Մատվիենկոյի այցը Հայաստանի Հանրապետությունում ռեգիոնների ղեկավարների, սենատի անդամների շատ լավ այց ենք ունեցել, շատ անկեղծ։ Ու հիմա այդ մարդիկ, որովհետև ամեն ամիս, չգիտեմ, Սամվել Կարապետյանը կարող է ուրիշ մարդ, չգիտեմ, ծրարով մի 30-50,000 փող է տվել, հիմա իրանք ասում են, որ դրանք իմ ընկերներն են, էլի, ում փող է տվել, հիմա իր ընկերներն են, ում հարսանիքին կանչել է երկել են, էլի իր ընկերներն են, բան, տենց այդ մարդկանց հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանություն, թող ռադները քաշեն, վեր են գնեն, իրանց գործով զբաղվեն եւ մեր երկրի ներքին գործերին չխառնվեն, դրանք հակառակ էմոցիա են առաջացնում։ Իմ մոտ չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ, ասում եմ, թող բերանները փակեն, ռադները քաշեն։ Ու ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է արդեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են Հայաստանի Հանրապետության, իրաց մուտքը Հայաստանի Հանրապետություն փակված է, բայց եթե պետական ալիքները իրանց թույլ են տալի խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք, առնվազն փակենք իրանց մուտքը մեր հանրության բնակարաններ, որովհետև եթե փակում ես, ասում եմ, այդ որոշ դեգեներատների բաները, մանկուրտների բաները, այդքան է ճիշտ ծրագրերը, բայց դրանք ոնց էլ լինի, բանի ինչ որ այլ ծրագրի մեջ, ինչ որ կտորներով ցուցադրելով էլի սողոսկում են եւ մեր Հայաստանի Հանրապետության ժողովրդի առնվազն նյարդերի վրա ազդում են։ Այլ արծա որ մեզ ինչ որ ձևով օգուտ է տալիս, որտեղ երբ որ հեքիաթներ են պատմում, որ Հայաստանում ԱՄՆ-ի, չգիտեմ, սպեցնազը ազգային ժողովում էր կամ կառավարությունում էր կամ ինչ որ բան, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գիտի, չէ, Հայաստանում ինչա կատարվում, հասկանում են, որ սուտ են ասում, բայց մեկ այլ հարց է մեր երկրի անվտանգությունը, կամ Հայաստանի Հանրապետության պետական գործերին պետքա չխառնվեն, կամ ներողություն եմ խնդրում, իմ անձնական կարծիքն է, որ պետք է այդ հարցը քննարկենք։ Լավովն է նաև մտահոգություն հայտնել։ Լավրովին իր գործընկերը պատասխանել է, ես ավելացնելու բան չունեմ։ Չասեցիք Ֆրանսիայի նախագահը չէ խառնվում Հայաստանի գործերին, որ երբ որ աջակցություններ ցույց տալիս։ Ասում էր Հայաստանում ապակայունացնելու այդ փորձերին համերաշխություն են հայտնում։ Հիմա որ ես ասում եմ, կամ որովհետեւ մեկը ասում է, լսեք, Մակրոնը չի խառնում, որովհետեւ ասում է տերորիստական ակտի մասին տեղեկություն կա, մի արեք, որովհետեւ դա անվտանգությանը կվնասի, եթե թարգմանենք կարճ լեզվի, հա, դա նորմալ բան, ես է կարամ ասեմ, որ երբ որ որոշ երկրների ներկայացուցիչներ խառնվում են մեկ այլ երկրի կամ տերորիստական ակտեր, դա պետք չի կարելի, դա ինչ է, ժողովրդավարության մասին խոսակցություն։ Չի համարվում։ Պարոն Սիմոնյան, ասացիք, որ Գարեգին Բնդկոտ Ներսիսյանը հետաքրքիր է Վազգեն Գալստանյանի եւ Միքայել Աջապահյանի ձերբակալությունից կալանավորումից հետո Գարեգին փորձել է կոնտակտի դուրս գալ, կապի դուրս գալ իշխանության։ Ես կարծում եմ իշխանության հետ կապի մի ձև կա։ Իշխանության հետ կապի մի ձև կա։ Հանրորեն դուք հարգելի լրագրողներ, լավ դուք այդքան անզոր եք կներեք այս բառիս համար, չեք կարողանում այդ հարցի պատասխանը գտնեք։ Ընդհանրապես, ես տեսնում եմ, փայլակ ուր է գնաց, փայլակներ, հարց եք տալի, ասում լալա հարաց դենով ամեն ինչից խոսում է, բացի հարցին պատասխանելուց։ Հարցրեք, ասեք, եղբայր, երեխա ունես,
Չունես, հա? Չէ։ Իր հերացման Լսեք, բայց հələ մարդիկ կան, որ ասում են, դե հələ ինքը չի ասել։ Այդտենց ինքը տենց աչքերը փակում, ակաժները փակում, ձևը անում, որ գոյություն չունի։ Հիմա ինչքան է մեզ բոլորի ձեզ խափելու, ինձ խափելու, ձեզ խափելու։ Այդ քողը, որ գցել էր հարսի, երբ որ դառնում էր կաթողիկոս։ Ես չեմ ասում դա վատ բան, ես ամենևին ձեռ չեմ առնում, հանկարծ չմտածեք, դա եկեղեցական կարգ է, ընդհանրապես խնդիր չկա դրա հետ կապված։ Ասում եմ դա, բայց նշանակություն ունի, չէ՞։ Պարոն Սիմոնյան, բայց այս իշխանությունն էս ինչ է, կներեք, էս ինչ էժանագին բան է, թեմա է անցել, որովհետև կաթողիկոսին վերագրվում ասում են ռուսական ծառայությունների։ Ես դες բան չեմ ասել։ Չէ, ձեր չեմ վերագրում։ Տենց խոսակցություն, հմեկի հետերում ասում են ռուսական բան է, ռուսական հատուկ ծառայության դատակալը։ Ունեցվածքի մասին։ Նարեկ ջան, բայց կներես էլի ներողություն ինչ է իշխանությունը։ Ներողություն, ինչի է վրթովմունքը, այդ ջղայնությունը։ Օրինակ չես ասում ընդդիմադիր մեր գործընկերներին, որ օրինակ իմ մասին ինչ ասես ասում են։ Դու գիտես, չէ՞, իմ լավ եւ վատ կողմերը, գիտես, որտեվ շփվել ենք մենք։ Ինչի՞ չես ասում, օրինակ, չգիտեմ, էս ինչան էս ինչ։ Դու ո՞նց ես իր մասին sense բան ասում։ Ինչի ես sense բան ասում։ Ուզում հասկանամ, գիտեմ, որ իմ մասին վատ բան չեն ասում։ Ինչի՞ չես ասում, ուզում հասկանամ։ Բայց որ չեն ասում ո՞նց ասեմ։ Մերսի, ապրես։ Շնորհակալություն։